Հերթական օդն ենք տալի, գոնե մի հատ երկու հատին փրկենք։ Գումի շուկայի ձկնավաճառները վերջին ճիքերն են գործադրել գոնե 1-2 ձուկ փրկելու համար։ Փորձում մի քիչ օդ տա, որ ձկները կանան գոնե մի ժամ ավել, 2 ժամ ավել ապրեն, կարող է մեկեցնել լույսերը տվեց։ Հարյուրավոր կիլոգրամներով ձկներ սատկել են, երբ երեքշաբթի երեկոյան 17:15-ին մի քանի ժամով հոսանքազրկվել է տարածքը։ Ձկնավաճառների հաշվարկով 3,5 միլիոն դրամի վնաս են կրել։ Այսօր երևի մի 3-400 կիլո ձուկ ենք ստացել, ընդամենը մի քանի հատ ձուկ է մնացել, 5 ակվարիումներից կարակ նայեք, հեն արդեն 5-րդ տոպրակն է, ուղարկում ենք օբյեկտներ, պլյուս լցում ենք այնտեղ, չգիտենք ու լցնենք արդեն, չգիտեն սրա դիմաց ինչ է լինելու։ 800-ից մի միլիոնի կարգի այսօր ապրանք ենք ստացել, մնացել է երևի տակը մի 30,000-ի ապրանք։ Ոնե մի բանով փող հատուցեն։ Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի, ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով են հոսանքազրկվել մայրաքաղաքի որոշ հատվածներ։ Քանի որ այս ակվարիումներում օդափոխության համակարգերը էլեկտրական հոսանքով են աշխատում, մի քանի ժամ հոսանքազրկման ընթացքում ձկները սկսել են հերթով սատկել։ Բասեինի մեջ կա ձկներին, սա արդեն սատկել է, բան չի մնացել։ 10-15 կիլո կարմրախայտ է մնացել, գոնե դի կանանք փրկենք, էլի մի բան կլնել։ Լույս չկա, արտեզյան ջուր չկա, ձուկն էլ առանց լույսի ջրի չի կարող ապրել։ Տնտեսվարողները ստիպված են եղել դատարկել ակվարիումները։ Որ անդադար ակվարիումները լիքնա լինում են, նայեք, դեռ դատարկ այնա։ Նայեք։ Էսի պետությունը գոնե փող հատուցեն, մարդիկ հասկանան, աշխատում ենք, այսքան չարչարում ենք, տակներն հեսա։ Նայեք, դեռ սատկած ձկներ։ Այնա ձուկա որ հանում ենք անընդհատ սատկելով այնա դատարկում ենք։ Ձկնավաճառները մնացել են շիվարած, ինչ են անելու այսքան սատկած ձուկ։ Վաճառել չեն կարող, պետությունից էլ հույս չունեն, թե փոխհատուցում կստանան։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։